Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժոնգթոնգ մակնիշի ավտոբուսը Եռաբլուր զինվորական պանթեոնի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել բենզալցականի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցականի գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 անձ։ Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, մանրամասներ չեն հաղորդվում։ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, անդրադարձել Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող մտահոգություններին, թե Հայաստանի սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երևանը ևս մտահոգ է Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում է տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի հայտարարություններին անմիջապես արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Վարչապետը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը։ Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։ Ստամբուլում էլ կայացել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցությունները։ Շուրջ 2 ժամ տևած բանակցություններն ըստ ստացվող տեղեկատվության որևէ արդյունք չեն տվել։ Պատերազմը կշարունակվի։ Ռուսաստանն առաջ է քաշել անիրատեսական պահանջներ, որոնք շատ հեռու են նախկինում քննարկված ամեն ինչից։ Եթե որևէ մեկը ներգրաված լինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ, այս մասին հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Դիանա Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ հարցին։ Պատգամավորներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման դեպքը վկայում է դպրոցի ներսում երկարաժամկետ չլուծված խնդիրների մասին։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կատարվածին։ Թանգարանային գիշերը վերածվել է մշակութային կյանքում կարևոր և սպասված իրադարձության, որը ոչ միայն այցելության եզակի հնարավորություն է, այլև ոլորտի զարգացման գնահատման և հետագա քայլերը քննարկելու հարթակ։ ԿԳՄՍ նախարարը օրվան նվիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է թանգարանների արդիվիճակն ու առաջիկա ծրագրերը։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Ժոնգթոնգ մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում Եռաբլուր զինվորական պանթեոնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցականի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցականի գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, 2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք ստացել։ Տիրանայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, տեսանյութը հրապարակել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդները գտնվում են Ալբանիայում, որտեղ կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Տիրանայում Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, այնուհետև կայացել է Էրդողան-Ալիև առանձին հանդիպում։ Առանձին հանդիպել են արդյոք Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները, դեռ պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա։ Իսկ մինչև այդ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, նա նշել է, թե Ադրբեջանը 2 հարց է բարձրացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Մենք ասում ենք, որ այդ օրակարգը մեզ համար ընդունելի է և ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունն է չփակել հակամարտությունն իր տարածքում և այն Հայաստանի Հանրապետության տարածք արտահանել։ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող նաև այն մտահոգություններին, թե Հայաստանի սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետն ընդգծել է մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես հարևանների նկատմամբ։ Վարչապետն ասել է, որ Երևանը ևս մտահոգ է Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում է տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված, ասել է Փաշինյանը։ Փաշինյանի այս հայտարարություններին էլ անմիջապես արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ը, նշելով, թե պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանն արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, այսօր լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։ Նա նշել է, թե Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից, հավելել է Կալասը։ Իսկ ավելի ուշ Կայա Կալասը հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։ Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից եւ նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին։ Փաշինյանը եւ Կալասը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ եւ կարեւորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը ի նպաստ տարածաշրջանում կայունության եւ գործակցության։ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը։ Գագաթնաժողովի մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։ Նախ տեղի ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո մեկնարկել է առաջին լիագումար նիստը։ Vicepremier Starmer is een beetje een blauwtje op. Je had ook wel een soort migratiedruk aan de migratie. Ja, had u dat misschien ook geloof namens? We waren hier met de baan dus bezig om te praten met Starmer aan de tafel die gaat over de veiligheid. Het lijkt me een mooie plek voor je weer in Հայաստանի վարչապետը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով եւ մաղթել հաջողություններ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա գործակցության զարգացմանը, նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ էլ վարչապետը քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանը, Դանիայի վարչապետի հետ Հայաստան-ԵՄ գործակցության հետագա զարգացման, ԵԱԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլի Օղլուի հետ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբերտ II ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսի, Անդորայի վարչապետ Խավիեր Էսպորտ Սամորայի եւ այլ գործընկերների հետ։ Իսկ Ստամբուլում կայացել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները, հանդիպումը մեկնարկել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի խոսքով։ Նա հույս էր հայտնել, որ այս հանդիպումը կարող է հանգեցնել խաղաղության, սակայն շուրջ 2 ժամ տևած բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ըստ ստացվող տեղեկատվության որևէ արդյունք չեն տվել, պատերազմը կշարունակվի։ Reuters-ը հղում անելով ուկրաինական դիվանագիտական աղբյուրին գրել է, որ Ռուսաստանը առաջ է քաշել անիրատեսական պահանջներ, որոնք շատ հեռու են նախկինում քննարկված ամեն ինչի։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների Ռուսաստանի պատվիրակությունը հրադադարի հաստատման համար որպես նախապայման պահանջել է Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի այն 4 շրջաններից, որոնք 2022 թվականից մտցվել են Ռուսաստանի կազմի մեջ։ Ի դեպ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել գերիներ փոխանակել 1000-ի դիմաց բանաձևով։ Շուտով կհայտարարվի հնարավոր նոր բանակցությունների մասին։ Իսկ CNN-ի հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծման քննարկելու համար։ Իսրայելի եւ Սիրիայի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել Ադրբեջանի միջնորդությամբ, հաղորդում է իսրայելական լրատվական պորտալը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմանին իրավիճակի կայունացման հարցը,
Սա առաջին հանդիպումն է Իսրայելի անվտանգության ուժերի եւ Սիրիայի նոր ղեկավարության միջև Բաշար al-Ասադի ռեժիմի տապալումից ի վեր։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկայացուցիչ կմասնակցի Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին, որոնք կկայանան Ստամբուլում։ Ռուբիոն հանդիպելու է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի եւ ուկրաինական պատվիրակության հետ։ Նա ընդգծել է, որ բանակցություններից մեծ ակնկալիքներ չունի եւ հույսը կապում է Դոնալդ Թրամփ ու Վլադիմիր Պուտին հնարավոր հանդիպման հետ։ Նա հայտնել է նաեւ, որ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման ժամկետն ու վայրը դեռ որոշված չէ։ Նրա խոսքով Ուկրաինայի հակամարտության կարգավորման միակ տարբերակը երկու ղեկավարների ուղիղ բանակցություններն են։ Թրամփն էլ ընդգծել է, որ հանդիպումը պետք է կայանա որքան հնարավոր է շուտ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավարտել է այցը Թուրքիա եւ մեկնել Ալբանիա։ Անկարայում նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Զելենսկու խոսքով Ուկրաինայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում կարող է տեղի ունենալ մայիսի 16-ին։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինականը Անդրեյ Երմակը։ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Ուկրաինայի պատվիրակությանը կսպասի մայիսի 16-ին ժամը 10-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի խոսքով հանդիպման նպատակն է երկկողմ ուղիղ բանակցություններ անցկացնել առանց նախապայմանների։ Նա նշել է, որ ռուսական կողմն արդեն արդյունավետ հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ կան շանսեր Մոսկվայի եւ Կիևի պատվիրակությունների կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման մեխանիզմ գտնելու համար։ Նրա խոսքով կողմերը կարող են մշակել մոդել, որը կընդունվի թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի, թե միջազգային հանրության կողմից։ Միրոշնիկը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ուղիղ բանակցությունների կառուցողական տրամադրությամբ, սակայն պատասխանատու չէ Կիևի անկանխատեսելի պահվածքի համար։ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հարավում Խան Յունիս քաղաքում զոհվել է առնվազն 54 մարդ։ Հարվածները տեղի են ունեցել գիշերը, իսկ զոհերի թվում է նաև Կատարի Ալ-Արաբի հեռուստաընկերության լրագրողը։ Դիահերձերաններում որոշ մարմինների նույնականացումը դժվարացել է վնասվածքների ծանրության պատճառով։ Հնդկաստանը եւ Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչեւ մայիսի 18-ը։ Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը հայտնել է, որ այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել մայիսի 14-ին երկու երկրների ռազմական հրամանատարների հեռախոսազրույցի ընթացքում։ Հրադադարը գործի է դրվել մայիսի 10-ից Ջամու եւ Քաշմիրում ապրիլի 22-ի ահաբեկչությունից հետո լարվածության աճի ֆոնին։ Շարունակում ենք թողարկումը, եթե որևէ մեկը ներգրաված լինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ, նույնիսկ եթե լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմից։ Այս մասին հայտարարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Դիանա Գասպարյանի հրաժարականի եւ կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ կոռուպցիոն տարբեր հրապարակումներ են եղել մամուլում։ Պատգամավորներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման եւ Հայաստանի սահմանադրության դրույթների միջև կապը չի կարող խոչընդոտ լինել, քանի դեռ գործում է միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը։ Այս մասին ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, արձագանքելով հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ միջև Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը երեկ Տիրանայում ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում պես վերահաստատել է այն դիրքորոշումը, որը Հայաստանը բազմիցս արտահայտել է։ Իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել
ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Նա ընդգծեց, որ սա Հայաստանի կառուցողական առաջարկն է Ադրբեջանին եւ պաշտոնական Երևանը սպասում է համարժեք մոտեցման Բաքվից։ Խորհրդարանական ճեպազրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ Էջմիածնի համայնքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին։ Ապա նշեց, որ Գասպարյանն իր հրաժարականի մասին հրապարակային բացատրություն է ներկայացրել։ Պատգամավորը դրան ավելացնելու որևէ բան եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտ չի տեսնում։ Արթուր Հովհաննիսյանը վստահեցրեց, եթե որևէ մեկը ներգրաված լինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ։ Անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով։ Խոսելով Մերձավանի դպրոցի ուսուցչուհու շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրան հաջորդած համացանցային արձագանքների մասին, որոնք հաճախ ուղեկցվել են աշակերտների հանդեպ թիրախավորմամբ, Արթուր Հովհաննիսյանը կարևորեց նաեւ երեխաների պաշտպանության հարցը։ Բոլոր երեխաները մեր երեխաներն են եւ երեխա են եւ այո կարող են նաեւ տարբեր տեսակի վարք դրսեւորել, որը հատուկ չէ հասուն տարիքի մարդկանց։ Ելնելով դեռ, որովհետև կրթություն պետք է անցնեն, դաստիարակություն պետք է ստանան եւ այլն։ Այսինքն այս մասով որևէ հարց ու պատասխան չի կարող լինել, երեխաների իրավունքները բոլորիս ուրեմն պաշտպանության ներքո են եւ այստեղ հարց չկա։ Պատգամավորը նշեց, որ պետությունն արդեն իսկ օգտագործում է իր ամբողջ ռեսուրսային ներուժը նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար։ Ըստ նրա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արդեն հրապարակային արձագանքել են։ Նաեւ իրականացնում են գործնական քայլեր ուղղված աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հետ աշխատանքին։ Սրանք ազդակներ են, որոնք մեզ ուրեմն հուշում են եւ մեզ ստիպում են, որ մենք գնանք ավելի ուրեմն լուրջ փոփոխությունների, նոր ծրագրերի, նոր մոտեցումների, որովհետեւ հասկանում ենք, որ խնդիրներ կան, որոնք արդեն ընկալման, մի քիչ այլ մակարդակներում են, լուրջ աշխատանք պետք է իրականացնել։ ՔՊ խմբակցության падգամավորների քննարկման լուսանցքից դուրս չմնաց նաև խորհրդարանում տեղի ունեցած հրմշտոցի թեման։ Արթուր Հովհաննիսյանը պնդեց, երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է քաղաքական վենդետա է լինելու, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։ Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը ուրեմն նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Քաղաքականապես այդ մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալու են։ Սա ի նկատի ունի իմ գործընկերը եւ ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Ըստ ԿՊԵ-ականի Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար։ Նաեւ պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։ Եկել եք հիմա Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայոյանքից հետո եկել եք այստեղ հիմա փորձում եք դրանից հետո հաջորդող մեկնաբանությունները բերել առաջի պլան։ Արսեն Թորոսյանի ասածն էլ պետք չի, որ ազգային ժողովում հնչի։ Միգուցե իմ խիստ ելույթներն էլ պետք չեն, որ հնչեն ազգային ժողովում։ Միգուցե մյուս գործընկերոջս խիստ քննադատությունն էլ պետք չի, որ հնչի ազգը։ Միգուցե սեռական բնույթի հայոյանքը հնչեցրել Լևոն Քոչարյանը եւ դրան եղել է պատասխան։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաներ Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման դեպքը վկայում է դպրոցի ներսում երկարաժամկետ չլուծված խնդիրների մասին։ Ժանա Անդրեասյանը նշել է, որ միջադեպը պատահական չէր եւ առաջացել է ժամանակին խնդիրներին չարձագանքելու հետևանքով։ Դպրոցը ներառվել է հատուկ վերահսկման ցանկում, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն էլ քննարկվում է։ Նախարարն անդրադարձել է նաև Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքին, երբ բարձր դասարանցիները դպրոցում կապ կպել են փոքր աշակերտներին եւ ստիպել օգտագործել թմրանյութ։ Դեպքի արդիվարությունվել է քրեական գործ, նախաքննությունը ՆԳՆ-ի հետ միասին մշակում է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն, քննարկվում է խոշոր եւ ավագ դպրոցներում անցակետերի տեղադրման հարցը ելումուտի վերահսկման եւ ռիսկերի նվազեցման նպատակով։ Ժանա Անդրեասյանը շեշտել է երեխաների անվտանգությունը առաջնահերթություն է եւ նման դեպքերը պետք է կանխվեն բոլոր հնարավոր միջոցներով։ Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես։ Դրանք տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, որոշակի նաև անհանգստացնող կարծում եմ ազդակներ են լինում, եւ եթե այստեղ մենք ունենանք բավարար զգայունություն եւ արձագանք
ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա այսպիսի դեպքերը չեն կարող նման ուրեմն սրացում ունենալ, չեն կարող խորանալ եւ կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել։ Մենք ունենք նաեւ խնդիր դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման, այնինչ խոսել է երեք նախարարի տեղակալը, դա դպրոցների անվտանգության ստանդարտի մեր քննարկումների մի բաղադրիչն է ընդհանրապես։ Դրանով մենք նպատակ ունենք կարգավորելու դպրոցներում ելումուտը, որովհետեւ հատկապես խոշոր դպրոցներում եւ հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր։ Այստեղ մեզ անհանգստացնում է ոչ միայն թմրանյութեր, թմրամիջոցները, այլև անհանգստացնում է օրինակ դանակի գործադրմամբ կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը եւ նաեւ այս դպրոցների ելումուտը վերահսկելու եւ կարգավորելու խնդիր ունենք, այսինքն սա առանձին խնդիր է, որն ուղղված է դպրոցների ելումուտի կարգավորմանը, ինչ վերաբերում է բուն ուրեմն թմրանյութերի եւ թմրամիջոցների հետ կապված խնդիրներին, կարծեմ վերջերս ներքին գործերի նախարարն էլ այս մասին խոսեց ազգային ժողովում համապատասխան հարցի արձագանքելով, որ մենք քննարկում ենք հնարավոր ուրեմն թեստավորման տարբերակը, հիմա միասին փորձում ենք հասկանալ ինչ եղանակով դա կարող է իրականացվել, հաշվի առնելով թե անձնական տվյալների հետ կապված հարցերը, թե բավականին հասկանում եք, որ զգայուն եւ նուրբ, բայց մյուս կողմից էլ մեր երեխաների առողջության ու անվտանգությանը առնչվող շատ կարևոր հարց է ու առաջիկայում կարծում եմ մենք ընդունելի տարբերակը կգտնենք այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, մի բան կարող եմ ասել, այնինչ տեղի է ունեցել չպիտի կրկնվի եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա չկրկնվի։ Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակում Հայաստանում թանգարանները դարձել են մշակութային կյանքի կարևոր հարթակ, այցելուներին առաջարկելով եզակի հնարավորություն ուսումնասիրելու եւ գնահատելու ազգային ժառանգությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է թանգարաններում իրականացվելիք ծրագրերը, ընդգծելով դրանց դերը հանրային ու տնտեսական զարգացման մեջ։ Նախարարն անդրադարձել է նաեւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նոր օրենքների, ենթաօրենսդրական եւ ակտերի, էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ։ Օրվա առիթով Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին շնորհակալագրերով, պատվոգրերով եւ ոսկե մեդալներով։ Թանգարանային գիշերը վերածվել է մշակութային կյանքում կարևոր եւ սպասված իրադարձության, որը ոչ միայն այցելության եզակի հնարավորություն է, այլև ոլորտի զարգացման գնահատման եւ հետագա քայլերը քննարկելու հարթակ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը օրվան նվիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է թանգարանների արդիվիճակն ու առաջիկա ծրագրերը, ընդգծելով թե մշակութային արժեքների պահպանման, թե կառավարման արդիականացման կարևորությունը։ Այսօր մեր թանգարանային ոլորտում աշխատող ուրեմն մարդկանց մեծ մասը իսկապես ոլորտի նվիրյալ է, որովհետև ոլորտում արկա խնդիրները, ոլորտում արկա նաև սոցիալական հարցերը այնպիսին են, որ շատ տևական ժամանակ այստեղ աշխատանքը պետք է պահանջեր իրապես նվիրվածություն, սրտացավություն եւ շատ մեծ ոգեշնչվածություն, որպեսզի այդ աշխատանքը լիներ նաև շարունակական։ Իհարկե սա այն չի, ինչ մենք պատկերացնում ենք։ Մենք պատկերացնում ենք, որ թանգարանները բնականաբար պետք է հիմնվեն որակյալ եւ սրտացավ աշխատանքի վրա, բայց այդ աշխատանքը նաեւ պետք է պատշաճ գնահատվի եւ այդ աշխատանքը պետք է նաեւ իր գնահատականը ստանա ոչ միայն խոսքով, այլ պետք է գնահատականը ստանա աշխատանքային այն պատշաճ պայմաններով, որոնք որ պատշաճ են այդ աշխատանքին։ Եվ սա է նաեւ մեր քաղաքականության հիմքում եւ նաեւ սա է ընկած մշակույթի զարգացման ռազմավարության հիմքում, որտեղ մենք մշակույթը դիտում ենք որպես ինքնաբավ ոլորտ։ Նախարարի խոսքով թանգարանները կարող են նպաստել ինչպես հանրային, այնպես էլ տնտեսական զարգացմանը։ Նա ընդգծել է, որ 2024 թվականին թանգարանների այցելությունների թիվը գերազանցել է 1.245.000, որոնց կեսը եղել են զբոսաշրջիկներ, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգությունը մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Անդրեասյանը վստահեցրել է, ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ, մասնավորապես ընդունվել է թանգարանների մասին օրենքը, մշակվել են 24 ենթաօրենսդրական ակտեր, հաստատվել են թանգարանների աշխատակիցների մասնագիտական չափորոշիչները եւ գործարկվել է էլեկտրոնային տոմսային համակարգ։
Հիմա մենք աշխատում ենք նաև տոմսային համակարգի հարթակում հուշանվերների առցանց խանութի առավել ակտիվ գործարկման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ սա նաև այն ուղղություններից է, որով մենք պիտի ավելի ակտիվ գնանք եւ հուշանվերների առցանց խանութը հնարավորություն է տալու մի կողմից ավելի տեսանելի եւ հասանելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը, որովհետեւ այդ հուշանվերները իրականում արտացոլում են այն արժեքները, որոնք պահպանվում են եւ ներկայացված են մեր թանգարաններում եւ այդ իմաստով դարձնում են նաեւ հնարավոր այդ արժեքներին հաղորդակցումը առօրյայում եւ կենցաղում եւ կարծում եմ, որ դա շատ ուրեմն հրաշալի նաեւ վարքականon է միմյանց տարբեր առիթներին, երբ որ նվեր ընտրելու կարիք ունենք, ընտրել այն, ինչը արտացոլում է մեր մշակութային ժառանգությունը եւ օրինակ ինչի բնօրինակը կարելի է տեսնել այցելելով թանգարան, սա նաեւ հանրահրճակում է թանգարաններին եւ լրացուցիչ առիթ դարձնում ուրեմն ունեցածը ուրեմն հուշանվերի հետևից գնալ եւ թանգարան եւս մեկ անգամ այցելել։ Նա հավելել է, որ նորաստեղծ մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով թանգարանների գնումները, հաշվապահությունն ու մարքեթինգային գործունեությունը կդառնան ավելի կենտրոնացված ու արդյունավետ, նպաստելով ոլորտի շարունակական զարգացմանը։ Հովհաննես Շարամյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ թանգարաններն այսօր վերածվել են բազմազգայարանային հարթակի, որտեղ այցելուները ոչ միայն տեղեկատվություն են ստանում, այլև անմիջականորեն հաղորդակցվում են մշակույթի հետ։ Թանգարանը դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները, որտեղ մարդուն տրվում է այդ հետաքրքիր փորձառությունը շոշափելու, տեսնելու, լսելու եւ սա բավականին հետաքրքիր փորձառություն է մեզ համար եւ անցյալ տարի կարողացանք Artbox ծրագրի շրջանակում փոքր դրամաշնոր շահել, ինչի արդյունքում արդեն իրականություն է դարձել մեր խանութը եւ նաեւ հուսով ենք շուտով սրճարանը որոշակի իրավական կարգավորումներից հետո եւ հավատում ենք, որ այս ձևաչափով թանգարանը իրոք ամբողջությամբ այլ բովանդակություն է բերում իր բոլոր շահառուներին։ Թանգարանային գիշեր ծրագրի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը ներկայացրել է նոր մշտական ցուցադրություն։ Տնօրեն Արմենուհի Ավետիսյանի խոսքով նոր ձևաչափով Իսահակյանը բացահայտվում է, դառնում ավելի հոգեհարազատ եւ հասանելի տարբեր լսարանների համար։ Փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին եւ մեծերին եւ զբոսաշրջիկներին, այնպես անել, որ Իսահակյանի հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը եւ Իսահակյանի ակտիվ գործունեությունը հասարակական քաղաքական կյանքում հասանելի լինի բոլորիս։ Տարվա ընթացքում ունենք շատ կարևոր միջոցառումներ, որոնք դեռևս իրականացնելու ենք, որոնք ուղղված են եւ փոքրերին եւ ներառական ծրագրեր շատ ունենք։ Նա հավելել է, որ թանգարանը ներգրավված է միջազգային տարբեր նախաձեռնություններում, սակայն թանգարանային գիշերը դիտարկվում է որպես յուրահատուկ առիթ Իսահակյանի մշակութային ժառանգությունը ներկայացնելու տեղական եւ օտարերկրյա այցելուներին։ Այնուհետև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը շնորհակալագրերով, պատվոգրերով եւ ոսկե մեդալներով պարգեւատրել է թանգարանային ոլորտում աշխատող մարդկանց, որոնք իսկապես նվիրված են իրենց աշխատանքին եւ մեծ ավանդ են ներդնում մշակութային ժառանգության պահպանման գործում։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։